Հարաբերական ձեր ջանին մերնեմ, ինչ-որ հել է ոգևորվե 2008 թվին իրան ճղում էր, հետո հարց են տալի, ասում եմ, մեզ որ խփեցին, մի 100 անգամ դրանից խոսած, մեզ որ խփեցին, քիչ էր մնում թեյնու սպանության այդ կապեր իր այդ մահափորձը, բնականաբար հազարդ փողոցի ինչ քաղաքերի մեջ ասած չեն եղել, 100 վատություն են արել, այդ փողոցային խուժան, այսինքն ուրիշ ինչի համար պետք է ինչ-որ նման իրավիճակ դինի չէ քաղաքապետի հետ կապված։ Որի քաղաքապետի վրա այդպես մահափորձ լինում։ Այսինքն այս թափթփուկ խուժանները եկան մի բանի համար, որպեսզի վերարտադրվեն եւ այս կոնտեքստում վերադառնանք նորից այս ֆենոմենին, Վարդանիկին, տեսենք այս մարդու քաոզարշավը։ Արևմտյան Հայաստանը հեսա հետ կբերենք, անին հետ կբերենք, թուրքերը կգան, որ ինչ չընտրեք։ Այսինքն այս մարդը պարզվեց մի բանի համար էր, ինչ արևմտյան Հայաստան, ինչ անի, ինչ, չգիտեմ, պատմական հայրենիք։ Սրա ուշքում միտքը գար, սկսել էլի 4 միլիոն դրամ պատկերացնում եք։ Այսինքն սա այն աստիճանի հաբրգե, այդ հյուսիսից մի երկու օգու հետ այնտեղ խոսացել է, մի երկու հատ ռուս չընթրլոկ կան, սրան ինչ-որ լուրջ ընդունել, մտածել է, որ ինքնա որ կա, հեսա հետ է գալի, էլի ինչ ուզի կանի։ Այսինքն ինքը գիտեք ինչ տիպի Այսինքն պրախոտ էր ստացել։ Այսինքն ինքը քանի որ սրանք կրթություն չունեն, Արտուր, չէ, Քոչյան Ռոբերտը ոնց խաբեց այս հարիվներին։ Ասեց Պուտինի հետ խոսացել եմ, ասել է վերջ դու ես Հայաստանում իշխանության գալի վարչապետը դու ես ու այս անգրագետ հայվանները հավատացել էին։ Մի անգրագետ հայվանը լեսիա հավատացել էր ինչ-որ մի հյուպատոսի թեում, որ դու դեմք ես, դու մեր մարդն ես, հելի խոսած ահորը, ասա միութենական պետություն պետք է լինենք, այս պետք է լինենք, այն պետք է լինենք, ինչ ուզես կանես։ Տվին գլխին, ինչպես ասում են, բամփեցին եւ սրա նման Վարդանիկի նման հայվանի տեղը դա գաղութն է։ Պատահական չի, որ սա քաոզարշավի կեսը, սա գողագանից ու գաղութից էր խոսում։ Մարդկանց խնդիրները թողած մարդը քաղաքապետի տեխնացիա առաջադրել, գաղութից է խոսում Արտուր։ Տեսեք Արտուր, ապագայում սրա նման երևույթներին պետք է քրեական ենթամշակույթ կրել, տարածելու այդ հոդվածով էլ չթողեն մասնակցեն քաղաքապետի ինտուիցիային, քաղաքական հայտ ներկայացնեն։ Այսինքն այս փողոցի խուժանների տեղը Բերդն է, գաղութն է։ Դա է։ Եվ սրանց պետք է գնահատական տրվի քաղաքական։ Ինչ է նշանակում Մարտուն Գրիգորյան, Վարդանիկ Ղուկասյան, մի հատ էլ սարքել էին հնդկական կինո, մեր մեջ արուն կա, Մարտունի իրանց մեջ չի կարա ինքը միանա, թե հայ ժողովուրդը ձեր վրա թքած ունի արա։ Դուք ով եք, ինչ եք ձեզանից ներկայացնում։ Այսինքն այս Քոչյանի Սերժի հնդիկներն են սրանք, սրանց ինչ ասես։